Փորձենք հասկանալ, թե ինչ է ճշմարիտ աղոթքը։ Բառեր ասելը չէ միայն, բայց ահա պատկերացրեք գերմա ինչպես ասենք բուրդը եւ դա Գեդիոնի օրինակով Աստվածաշնչի թագավորած կարծեմ գրքի մեջ երբ որ Գեդիոնը փորձում էր իմանալ Աստծո կամքը, ասում էր այդ գերմը թռչիր եւ ամեն կողմ թող լինի ոչ թաց չոր եւ այդպես ես պիտի հասկանամ քո կամքը եւ ահա այս Գեդիոնի գերմն է թրջված ջրով մենք այդ գերմն ենք սիրելիներս ահա դու ասում ես Աստված հիմա այստեղ է ամեն տեղ տեսանելի այո ինչպես տեսանելի եւ հասկանալի իր մեծության մեջ եւ նա քո ներսում է եւ նա ներկա է եւ դու գիտես դա չեմ ասում զգալ պետք է խոսապել զգալուց սա բանական հասկացողություն է Աստված եւ բանական կապ է ինչու Աստված չի գալիս ինձ պատահեց որ եկավ բայց ես վախեցա եւ ինքն էլ վախեցավ որովհետեւ մարմնի մեջ մենք ընդունակ չենք գեր բնականի հետ առնչվելու եւ հան այստեղ է եւ հիմա ինձ լսում է եւ նաեւ ձեզ տեսնում է ամեն մեկիդ հիմա ես կանգնել եմ աղոթքի ինչ ասեմ Տեր իմ Հիսուս Քրիստոս ո Սուրբ Երրորդություն ես իմ ընծայել եմ քեզ խնդրում եմ քեզ պահիր ինձ ես թույլ եմ անկարող եմ ամեն վարքյան կարող եմ ընկնել մեղքի մեջ միայն քո շնորհքով կարող եմ ոտքերս վրա կանգնած մնալ արժանի լինելու քեզ ահա ես քեզ խնդրում եմ բոլոր այն մարդիկ ովքեր անարդարության զոհ են մխիթարիր նրանց եւ բոլոր այդ դաժան մարդկանց եւ անօրեն մարդկանց դարձի բեր եթե կարող ես եւ եթե դու ուզում ես կարողությունը կախված է նաեւ Աստծո կարողությունը կախված է մարդու ազատ կամքից եթե մարդը չի ուզում մարդկային բարձր չափանիշներով ապրել Աստված անկարող է սա համագործակցություն պահանջում է մարդու համագործակցությունը Աստծո հետ իսկ եթե Աստված եթե մարդը ընտրում է ընկնելու ճանապարհը Աստված հեռանում է նրանց հրեշտակը չկա այլևս եւ ահա ինչ որ մնում է քեզ այդ դժոխ եք ասում ինչ եք ասում այդ ամեն ինչը այնտեղ Աստված չկա ինչպես որ դու ուզեցիր ահա հիմա Աստված լսեց իմ աղոթքը ինչ է այս աղոթքը բառը Աստված է ես ահա Աստծո կամքով ասացի այն ինչ որ իրեն հաճելի է եւ անպայման դա պիտի անի այնքանով որքանով որ այս մարդիկ իր հետ գործակցեն դու խոսիր անհավատ մարդու հետ խոսիր ոչինչ չի շարժվում ինչու որովհետեւ նա կամք չի ցուցաբերում հասկանալու ճշմարտություն եւ դուր բախելու ընդհանրապես պետք է որ հասկանալ ճշմարտություն եւ ցանկանալ այն շնորհքը որ Աստված պահում է ճշմարտության համագործակցողներին հենց այնպես չի տալիս Աստված շնորհքը նա փորձում է մարդուն եւ իրեն պետք են մարդիկ որոնք իսկապես իրենց նվիրաբերել են Աստծուն եւ հիմա փորձենք աղոթել մի ուրիշ բան ենթադրենք հա Տեր ես մեքենաս փոխեցի $9,000 պարտք եմ վերցրել ոնց պետք է տամ այդ պարտքը ինչա պետք է ես չուտեմ չապրեմ խնդրում եմ ինձ օգնիր լսեց իմ աղոթքը Աստված ոչ չլսեց իրեն չի հետաքրքրում որ դու նոր մեքենա ես առել նոր մեքենան իր ծրագրի մեջ չէ հիշեք սա Աստվածամայրը Բեռնադետին ասաց ես այնտեղ չեմ մարդկանց աղքատությունից հանելու որովհետև աղքատությունը մեծագույն շնորհք է տալիս մարդուն եթե մարդը խոնարհ է եւ հարստությունը ներողություն ես պիտի այստեղ ասեմ երբեմն այդ ռիլները որ նայում եմ ինտերնետի
անընդհատ գալիս են այս հայկական հումորները, այդ ինչ սորսոփ է լսեք, այդ նստածներն բերանները բացարձակ էշի նման խռնչալով ծիծաղում են ամենալկտի բաների վրա, եւ ես հասկանում սրանք այն մարդիկ են, այդ գողերի, այդ կաշառակերների, այդ հարստացած լումպեն պրոլետարիատը, որ իրեն հարստացրել է եւ իբր թե հիմա բարձրագույն խավն է Հայաստանում, նրանց բաստարդ, նրանց ցինված երեխաներն են, էշկերած եւ էշ մեծացած։ Հասկացաք հարստությունը ինչ բերեց։ Էշկերավ երեխատ, էշ մեծացավ, անզգամ, դեբիլ, անուղեղ, որովհետև տառապանքը եւ դժվարությունն է մարդուն դարձնում իրական մարդ, հասարակության հետ շփվելով, մարդկանց հետ ճանաչելով, մարդկանց հարգելով։ Այնպես օրինակներ ես գիտեմ այստեղ։ Մարդիկ հարստություն ունեն, հսկա գործարաններ ունեն, իրենց երեխան ճաշարանում օֆիցիանտ է աշխատում, որ վճարի իր համալսարանի վարձը եւ չի գնում տուն, չի վերցնում հորից ոչ մի բան։ Նա ասում է, ես պիտի հասկանամ կյանքը այսպես, հակառակ դեպքում եթե դուք բարձր եք դնում իմ շուրջը, ինչպես ինվալիդի հոգով, ես պիտի չհասկանամ, ինչու համար ծնվեցի եւ ինչ եմ կոչումը։ Դուք սա կարող եք հասկանալ։ Հիմա ես ասուց ինչա, այս լուքշերի մեքենամ խնդրեմ, որ քշեմ դա եւ դուք կարծում եք նա պիտի ինքանի, արդեն ես ասում եմ ձեզ, Աստված օրհնում է միայն աղքատությունը։ Ես չեմ ասում դու պետք է բացարձակ աղքատության մեջ ապրես, Աստված քեզ կտա ինչ որ անհրաժեշտ է, բայց դու ավելին երբեք մի ուզի։ Հիմա գիտես ինչ այդ 10,000 100,000-անոց իմ մեքենան չեմ կարող վճարեմ, ինչ հատ բժիշկ եմ, թե ինչ եմ, հիմա ես սական եմ, կխափեմ սրան, մեկին ասել էի $1,000 կբուժեմ, հիմա պիտի ասեմ կներես պիտի 5,000 տաս, հասկացաք ինչ բերեց չորնված քո գործողությունը, հարստանալու կամ հարուստ լինելու կամ սոցիալական ստատուսը, հարստությամբ մեքենաներ բարձրացնելու քո տենդենսը ինչին հանգեցրեց, դու դարձար ոճրագործ։ Ամեն օր տեսնում եմ իմ շրջապատում եւ հատկապես հայերն են շատ ընդունակ դրան։ Ուրանում են անգամ իրենց մասնագիտությունը, մարդկային խեղճը։ Այս որտեղից մտավ այս հարստասիրությունը մեր ազգի մեջ, ուրիշ ազգերի մեջ դա չկա։ Չեմ ես հասկանում, սովետի ժամանակ բոլորս մի աստիճանի վրա էինք ապրում, հետո սովետից հետո այս գողերն ու բանձիտները վերցրեցին, գողացան ամբողջ հարստությունը սովետի եւ Խրուշչովկայում ապրողը տեսավ իր հարևանը արդեն մեծագույն պալատների մեջ է ապրում, այսինքն թե գողությունը, ստախոսությունը, քծնանքը, ամեն կերպ ապրելու այս տենդենսը օրինականացվեց որպես բարոյականություն Հայաստանում եւ սովետական երևի բոլոր երկրներում նախքին։ Եվ ինչն է սրա հիմքը, ինչու կորցրիք ձեր խիղճը, որովհետեւ աթեիստ եք։ Քո քահանան աթեիստ է, նա չգիտի ինչ է Քրիստոս։ Եկեղեցի ես գնում դու աթեիստ ես հոգով։ Քրիստոս մոտ չի գալիս քո սրտին, ինչո՞։ Որովհետև անկեղծորեն չես գնահատում այն ինչ որ Աստված տալիս է քեզ։ Խոնարհության ստանդարտները, որովհետև չգիտես։ Իսկ հիմա դուք պիտի ասեք, բա դու ով ես, որ մեզ դա ասում ես։ Ես ինձ համար իր ոչնչություն, okay։ Ինձ համար իր ոչնչություն։ Եթե ոչնչություն չլինեմ, ինչու պիտի բերանս բացեմ ձեր առաջ։ Այնքան փառքեր ու փողեր ունենալու առիթներ ունեմ ես, չեմ օգտագործելու դրանք։ Ինձ համար իր ոչնչություն, ես կմեռնեմ որպես ոչնչություն եւ դա իմ միակ փառքն է։